Թեհրանը սպառնացել է հարվածներ հասցնել տարածաշրջանում գտնվող իսրայելական և ամերիկյան համալսարաններին ի պատասխան իրանական երկու բուհերի ռմբակոծության։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Միացյալ Նահանգներին ժամանակ է տվել իրականացված հարձակումները դատապարտելու համար։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը տարածաշրջանի ամերիկյան համալսարանների բոլոր աշխատակիցներին, դասախոսներին և ուսանողներին, ինչպես նաև հարակից տարածքների բնակիչներին խորհուրդ է տվել առնվազն 1 կիլոմետր հեռավորություն պահպանել համալսարանական քաղաքների տարածքից։ Իրանական կողմի տվյալներով հարվածներ են հասցվել Սպահանի տեխնոլոգիական համալսարանին և Թեհրանի գիտության և տեխնոլոգիաների համալսարանին։ Նշվում է, որ կորպուսի հայտարարությունից հետո Բեյրութի ամերիկյան համալսարանը առաջիկա 2 օրերին կանցնի հեռավար ուսուցման։ Իրանի այս հայտարարությունից հետո Հայաստանում ամերիկյան համալսարանը որոշել է բոլոր դասերն այսօր անցկացնել առցանց ձևաչափով։ Ցանկանում ենք ընդգծել, որ մեր համալսարանի նկատմամբ որևէ ուղղակի սպառնալիք չի արձանագրվել և առկա չեն հիմքեր համալսարանի վտանգի մեջ գտնվելու վերաբերյալ, ուստի խուճապի պատճառ չկա, հայտարարել է համալսարանը։